Արցախ հավաքական վերադարձը քննարկող Արցախի ազգային ժողովի լսումներին հաջորդում են խուզարկությունները։ Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններ է իրականացրել, ինչ գործի շրջանակում չի մանրամասնում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է, որ երեկվա լսումների ու այսօրվա խուզարկությունների միջև ուղիղ կապ կա։ Իհարկե ուղիղ կապ կա, այսինքն ոչ թե ուղիղ կապ, այլ միանգամայն հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք, վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում այս շենքի հանդեպ որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Բեգլարյանը չի բացառում նաև, որ Արցախի ներկայացուցչության շենքի հարցի այսպես ասած լուծումը Հայաստանի իշխանությունը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Նա նաև չի բացառում քննչական գործողություններից հետո ձերբակալությունները։ Վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պետական պաշտոնյաներին, այդ թվում հիշում եք Դավիթ Գալստյանին տևական ժամանակ անհիմն ապօրինի կերպով ձերբակալեցին, հետո կալանավորեցին եւ այլն։ Այսինքն միանշանակորեն հավանականությունը բարձր է։ Արցախի նախագահի պաշտոնակատար ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը եւս կիսում է Բեգլարյանի կարծիքը։ Նշում է, որ փորձում են ճնշել արցախցիներին, սակայն դրանով Արցախի հարցը չի փակվում։ Երեկվա մեր միջոցառումից հետո հենց անմիջապես այսօր առավոտյան ներկայանում են Արցախի ներկայացության շենք եւ սկսում են խուզարկություն։ Դանիելյանն էլ չի բացառում, որ խուզարկությանը կհաջորդեն ձերբակալությունները։ Հիշեցնում է, արդեն մի քանի անգամ Արցախի պաշտոնյաները թիրախ են եղել։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանն էլ խուզարկության ընթացքում հայտնել է, որ ինչ-որ թղթեր են առգրավել ներկայացուցչության շենքից։ Կատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու եւ հաստատքներ առևանգելու, սպասենք զարգացումներին։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ չի հասկանում, թե Արցախի ներկայացուցչության շենքում ինչ փաստաթղթեր են փնտրում։ Գործը, որի շրջանակներում իրականացվում է գործողություն, ըստ փաստաբանի կապ ունի ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խուզարկության անձամբ ես չեմ արձանագրում։ Քննիչներն իրենց գործն արդեն ավարտել են ու հեռացել շենքից, միջանցքում թողնելով բացված չհրկիզվող պահարանը։ Սադամակարյան, Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։